3w.dasaran.am Ծրագիրը հնարավորություն է տալիս ծնողներին եւ աշակերտներին ցանկացած պահին տեսնել աշակերտի առաջադիմությունը, վարկանիշը, գնահատականները, միջին գնահատականը, դասացուցակը, տնային աշխատանքները, բացակայությունները, ուսուցիչներին արագ եւ արդյունավետ շփվել ծնողների հետ, դպրոցներին վիճակագրական վերլուծությունների գործիքի միջոցով ստանալ դպրոցին վերաբերվող տարբեր տվյալներ։ Շուտով 3w.dasaran.am-ի կայքում աշակերտների գիտելիքներին ամրապնդող եւ խորացնող հետաքրքիր ինտելեկտուալ խաղեր։ Ես գտնում եմ, որ նման մշակումներ վաղուց պետք է տեղ գտնեին մեր կրթական համակարգում եւ ընդհանրապես համակարգչային տեխնոլոգիաները շատ քիչ են զարգացած եւ խիստ անհրաժեշտ է այսօր բոլոր տեսակի հաշվառումներ, գրանցումներ, կապը տեղեկատվությունը իրականացնել համակարգչի միջոցով։ Արդիական է, դարի հրամայական է այս ծրագիրը։ Ես Հաչիկ Դաշտեցի անվան 114 թիվ 114 դպրոցի 2 երեխաների ծնող եմ եւ իմ երեխաները հաճախում են այս դպրոցը եւ շատ ուրախ եմ, որ այս կայքը արդեն իսկ փորձարկվել է մեր դպրոցում մայիս ամսին։ Ես հետևել եմ այդ տեղեկությանը եւ հուսով եմ, որ սեպտեմբերին այս կայքը արդեն լիարժեք կաշխատի եւ կգործի մեր դպրոցում։ Կայքը նաեւ թույլ է տալու մեզ նախարարությանը հետևել ցանկության դեպքում այս կամ այն դպրոցում, այս կամ այն դասարանի, այս կամ այն աշակերտի ունեցած գնահատականներին, ընդհանուր վիճակագրությանը։ Ես միանշանակ կողմ եմ, որ եկող տարվանից բոլոր դպրոցներում այս ծրագիրը ներդրվի։ Անմիջապես ծնողները եւ աշակերտները պետք է տեղեկանան եւ իրենց գնահատականների մասին եւ վարքի մասին, բոլոր տեղեկությունները անմիջապես պետք է հասցվեն ծնողներին։ Դա շատ ավելի մեզ համար մատչելի է, որ մենք կարող ենք իմանալ այն բաները, որը բնականաբար շատ ավելի փակ էր։ Այսինքն դա դասղեկն էր ամեն անգամ, ասենք թե կիսամյակում մի անգամ ինքը գնահատականները մեզ տրամադրում, իսկ հիմա մենք կարող ենք ամեն օրվա գնահատականը եւ տնային աշխատանքը անգամ բացականների վերաբերյալ այդ տեղեկությունը ստանալ։ Ցանկացած պահին, ցանկացած տեղից ծնողը կարող տեղեկանա եւ դա միայն ու միայն ողջունելի է։ Ես կարող եմ որպես 2 երեխայի ծնող ասել, որ դա ինձ համար շատ անհրաժեշտ է։ Եվ շատ ողջունելի է, որ այդպիսի ինչ-որ մի տեղեկությունները մենք կարող ենք իմանալ եւ շատ ավելի հեշտ ցանկացած պահին եւ աշխատանքի վայրում եւ տանը այս ծրագրի միջոցով ժամանակին գնահատականները կանցկացվեն, ժամանակին կառանձնացվի բանավոր, թեմատիկ, գործնական, կիսամյակային ամփոփիչ գնահատականները եւ հետագայում ուսուցիչը արդեն խնդիր չի ունենա միջինացնելու գնահատականը համակարգիչը հաշված արդեն պատրաստի վիճակում գնահատականը կմատուցի ուսուցչին։ Վերահսկողության համար դա կարա դառնա անփոխարինելի։ Կրթության և գիտության նախարարությունում այսօր կայացել է dasaran.am կայքի շնորհանդեսը։ Կայքը կոչված է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարելավմանը։ Սա ըստ կրթության ոլորտի պատասխանատուների նաև հնարավորություն է տալիս բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը։ Ամեն օր իմանալով այն ինֆորմացիան, որը դպրոցներում կուտակվում է եւ մուտքագրվում է, կբացառենք կամ կնվազեցնենք ապագայում կոռուպցիոն ռիսկերի դրսևորումը կապված հետին թվով գնահատականներ դնելու, համապատասխան կիսամյակային կամ քառորդային գնահատականներ բարձրացնելու եւ այլ տեսակի տհաճ երևույթներ, որոնք երբեմն գոյություն ունեն։ Եվ կբացառենք դա ինչպես որոշ ծնողների կողմից ցանկության դեպքում, այնպես էլ կբացառենք ուսուցիչների որոշ ուսուցիչների կողմից չարաշահումները այս կամ այն երեխային ոչ օբյեկտիվ գնահատական դնելու կամ հետին թվով ինչ-որ փոփոխություններ անելու։ Ուսուցիչների համար էլ սա ինչ-որ զգոն են իրենք լինելու, շատ ավելի պարտաճանաչ են աշխատելու։ Եղել են դեպքեր, որ գրանցումները կատարվել են ոչ ժամանակին, ուսուցիչը անցկացրել է գնահատականը հաջորդ օրը եւ սա արդեն իսկ բողոքի տեղիք է տվել եւ զգաստեցրել է հետագայում ուսուցչին։ Հարցը նրանում չի ուշադիր ծնողը թե ուշադիր չի։ Ուշադիր ծնողը, որը հաճախ է գալի դպրոց, միևնույնն է, իր մոտ էլի ինչ-որ տեղեկություն կա, որը թերի է, որը կուզեր ավելին իմանալ։ Ուսուցիչի վիճակի չի 30 աշակերտի տվյալները անընդհատ ասի։ Եվ անհրաժեշտությունը ես շատ եմ զգացել։
Երեխաները թաքցնում են շատ անգամ, հնարավոր է տղան բացակայի, փախնի դասից, իսկ այդ բացակաները արդեն ինձ համար ակնհայտ են, ես կարող եմ իրեն, ոնց ասել, վերահսկել տանը նստած։ Ծնողը տեղյակ է լինում, թե իր երեխան ինչ գնահատական է ստացել տվյալ օրը, ինչպիսի վարք է ցուցաբերել դպրոցում, հաղորդակցվում է ուսուցչի հետ գրությունների միջոցով, որը կարծում եմ մեծ նշանակություն ունի այսօր, իսկ ուսուցչին էլ իր հերթին զգաստացնում է, որ ուսուցիչը ժամանակին օրագրի մեջ անցկացնի գնահատականը եւ ծնողը շփոթի մեջ չընկնի։ Օգուտից բացի կայքը այլ հետևանք չի կարող ունենալ։ Ինձ թվում է, այս կայքի միջոցով առաջադիմությունը ել ավելի պետք է լավանա։ Այսպիսով ստեղծվում են կրթական գործընթացի արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ, հեշտանում է դպրոց-ընտանիք կապը, դպրոցների գործունեությունը դառնում թափանցիկ։ Օրվա վերջում յուրաքանչյուր երեխայի մասին տվյալները կմուտքագրվեն եւ կլինեն հասանելի։ Մասնավոր այս նախաձեռնության հեղինակները հոգացել են նաեւ տվյալների գաղտնիության մասին։ Թվային տվյալներով ինչքան ես տեղյակ եմ, իմ կանխատեսած 10%-ից շատ ավելի գերազանցել էին կայք հաճախող ծնողները եւ անսպասելի, ասենք 30-35%-ի հասնող թվեր, դա իմ կարծիքով փորձարկման փուլում հատկապես դա մեծ թիվ է։ Կարծում եմ դժվարություն չի ստեղծի ծնողի համար 5 րոպե տրամադրելը եւ ստուգել երեխայի գիտելիքը, թե ինքը ինչի է հասնում։ Կայքի դերը նրանում է, որ ծնողը տեղեկանա, աշակերտներ զգաստանա այն հանգամանքից, որ ծնողը տեղյակ է իր բոլոր աշխատանքներից, հաջողություններից։ Երեխաները արդեն ավելի զգոն են լինելու, իրենք գիտեն, որ չի կարելի թաքցնել ոչինչ, ոչ բացական, ոչ գնահատականը եւ ոչ էլ իրենց վարքը։ Այսինքն, եթե ուսուցիչը չտեսավ, դասղեկը չտեսավ, տնօրենը չտեսավ, ծնողը միևնույն է, այդ իրենց բացական, փախուստը կամ ինչ-որ արարքը, վարքը կտեսնեն ինտերնետում եւ երեխաները երբ որ զգոն լինեն, արդեն իսկ հաճախեն նորմալ դասերին։ Դրանից իսկ ելնելով գնահատականներն է պարզ, արդեն առաջադիմությունը ինձ թվում է պարտադիր առաջադիմության ինչ-որ մեծ խթանում կլինի։ Համոզված եմ։ Եթե աշակերտը տանից դուրս է գալիս եւ չի հասնում դպրոց, բնական է, որ այդ բացականները նշանակվում են եւ ծնողը կայքի միջոցով կտեղեկանա բացակայություններին ու 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ եւ երեխան արդեն չի կարող ստել ու կհասնի դպրոց։ Այս ամենի հնարավորությունը տալիս է այցելությունը կայք։ Ծրագիրը, որը փորձարկվում է մարտից մայրաքաղաքի 2 դպրոցներում, այսօր ներկայացվել է Կրթության և գիտության նախարարությունում։ Եթե սկզբից առաջի տարբերակը բոլոր ուսուցիչները գրանցում էին թերթիկների վրա, հանձնում էին օպերատորին, առանձին մուտքագրում էր, դա բավականին անճշտություններ եւ բարդություններ էր, լրացուցիչ աշխատանք էր առաջացնում ուսուցիչների համար, ապա վերջնական տարբերակը, որի վրա իրանք կանգնեցին, այնպիսին է, որ որևիցե դժվարություն չի ստեղծում ոչ ուսուցիչների համար, ոչ դպրոցի, ասենք, ուսմասվարների համար, ընդամենը 10 րոպեն բավական է, որ իրանք բոլոր տեղեկությունները հաղորդեն եւ մնացած գործը անում են արդեն անկախ դպրոցից։ Սկզբնական շրջանում դժվար էր ուսուցիչների համար, նրանք սկսել էին թերթիկների վրա գրանցել իրենց օրվա գնահատականները եւ օպերատորը հատուկ անցկացնում էր կայք, հետո փորձարկողները հասկացան, որ այդպես արդյունավետ չէ, անճշտություններ են լինում եւ իրենք մշակեցին ավելի ճիշտ տարբերակ, որը կարծում եմ հաջողությունների հասցրեց եւ ամրապնդեց ավելի ծնող, աշակերտ եւ ուսուցիչ կապը։ Դա արդեն խիստ անհրաժեշտ է թեկուզ աշակերտների շարժի համար, ասենք, միանշանակ ամբողջ պատկերը ունենալու համար։ Եվ կարծում եմ, որ սա այս օրինակը, ծրագրի օրինակը, դա հենց առաջի քայլն է։ Գնահատականների միջինացնելը մի փոքր բարդացել է, բանավոր հարցումների միջին է հանվում գործնականի, թեմատիկի եւ կիսամյակային ամփոփիչ առանձին, ընդ որում այդ 4-ինը իմի է բերվում եւ ընդհանուր միջին գնահատական է դուրս բերում, որը բարդացնում է ուսուցչի աշխատանքը։ Կարծում եմ ժամանակն է, որ մեր ջանքերը ուղղվեն առաջերտին աշակերտների մոտ տրամաբանության զարգացման ուղղությամբ։
Ճիշտ է, երեխաներ կլինեն, որ իրանք դեմ կլինեն, որովհետև շատ ավելի թաքցնող բաներ ակրեն ակնհայտ են դառնում, բայց ծնողները պետք է որ շատ ուրախ լինեն այս հարցում։ Ես ուզում եմ ծնողներին կոչ անել, որ բոլորը օգտվեն այս կայքից եւ համակարգիչը դարձնեն իրենց օրվա անհրաժեշտությունը, մանավանդ եթե խոսքը վերաբերում է իրենց երեխաներին։ Մեր նպատակն է յուրացնել ուսուցիչ-աշակերտ ծնող կապը տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ։ Կայքը հնարավորություն է տալիս հետևել աշակերտի գնահատականներին, առաջադիմությանը, բացակայություններին, տնային աշխատանքներին, ինչպես նաև խաղալ տարբեր հետաքրքիր ինտելեկտուալ խաղեր։ Մասնակից դարձեք ձեր երեխայի դպրոցական կյանքին։ 3w.dasaran.am ձեր երեխայի կողքին։